Բարի գալուս debate մեր վերլուծական հարթակ, որտեղ խաչվում են ամենատարբեր տեսանկյուններ։ Պատկերացրեք դուք կոտրում եք ձեր ձեռքը, գնում եք հիվանդանոց եւ ռենտգենը ցույց է տալիս հստակ, հա, վառ սպիտակ գիծ։ Ահա, ամեն ինչ շատ པարզ երևում է։ Ճիշտ է։ Ոսկորը կամ կոտրված է կամ ոչ։ Բժիշկը մատնացույց է անում խնդիրը եւ դե հստակ գիտի թե ինչպես այն լուծել։ Դա հանգստացնող է, չէ՞, որ մենք սիրում ենք ճշգրտությունը եւ աներկբա կանխատեսելիություն։ Բայց ինչ կլինի, եթե մենք փորձենք այդ նույն բժշկական միլիմետրային ճշգրտությունը պարտադիր մի հսկայական բարդ եւ կենդանի օրգանիզմի, որը կոչվում է ժամանակակից շենք, Որտեղ կան հարյուրավոր կիլոմետրերի հասնող խողովակներ եւ մալուխներ։ միանշանակ։ Եվ այսօր մենք վերլուծելու ենք Հայաստանում նոր ընդունված ՀՀՇՆ 7002-2025 փաստաթուղթը շենքերի եւ շինությունների տեղեկատվական մոդելավորման կամ ինչպես ընդունված է ասել, BIM-ի վերաբերյալ։ Որպես ինժեներական նախագծման եւ շինարարական նորմերի ոլորտում 20 տարվա փորձ ունեցող մասնագետներ, մենք այսօր նկատի ունեմ կենտրոնանալու ենք բացառապես շենքի արյան շրջանառության համակարգերի վրա։ Դա ջեռուցումն է, օդափոխություն է եւ իհարկե ջրամատակարարումն ու հրդեհային անվտանգությունը։ Այո, շատ կրիտիկական ուղղություններ են։ Եվ ես այստեղ պաշտպանում եմ այն տեսակետը, որ նոր նորմերով պահանջվող հիստ կոորդինացիան եւ խորքային դետալիզացիան հիմնովին վերացնում են շինարարական սխալները վիրտուալ միջավայրում, նախքան դրանք աղետ կդառնան իրական շինհրապարակում։ Իսկ ես գտնում եմ, որ նախագծման վաղ փուլերում նման կոշտ, երբեմն անգամ դաժան պահանջները ուղղակի դանդաղեցնում են ամբողջ գործընթացը։ Դրանք անհիմն կերպով սահմանափակում են ինժեներական մտքի ամենակարևոր զենքը՝ ճկունությունը, որն անհրաժեշտ է համակարգերի բնականon եւ փուլային օպտիմալացման համար։ Դե եկեք անմիջապես սուզվենք խնդրի բունեության մեջ, եթե մենք նայենք նորմերի 9-րդ բաժնին, հատկապես 70-րդ կետի պահանջներին, այնտեղ կա մի շատ հստակ եւ հեղափոխական ձևակերպում։ Խոսքը ինժեներական համակարգերի միջև բախումների կամ կոլիզիաների խիստ անթույլատրելիության մասին է։ Այսինքն զրոյական հանդուրժողականություն երկրաչափական հատումների նկատմամբ։ Ճիշտ այդպես։ Նախկինում, երբ մենք գծում էինք ավանդական երկչափ գծագրեղ, ինժեները պարզապես գիծ էր քաշում, եւ եթե այդ գիծը թղթի վրա հատվում էր մեկ այլ գծի հետ, մենք հույսներս դնում էինք շինարարի վարպետության վրա, որ նա տեղում մի կերպ կշրջանցի դա։ Բայց նոր նորմերը դա արգելում են։ Հա, համակարգն արգեսափակում է դա։ Այո, ծրագիրը պարզապես թույլ չի տալիս, որ հրդեհաշիջման մայրուղային խողովակը վիրտուալ տարածության մեջ գոնե 1 միլիմետրով հատվի օդատարի կամ կոյուղու խողովակի հետ։ Մենք բոլորս գիտենք այն մղձավանջը, երբ շինարարը զանգում է նախագծողին ու ասում, խողովակը եկավ դեմ առավ բետոնե հեծանին, ինչ անենք։ Անընդհատ պատահող բան է դա։ Դրա համար էլ այս նորմը ստիպում է մեզ լուծել բոլոր ֆիզիկական կոնֆլիկտները համակարգչի էկրանին, ոչ թե շինհրապարակում։ Ես միանգամայն հասկանում եմ այդ նպատակի ազնվությունը։ Իհարկե ոչ ոք չի սիրում շինհրապարակում կանգնած գլուխկոտրուկներ լուծել, բայց եկեք տեսնենք, թե ինչպես է այս պահանջը աշխատում գործնականում, երբ մենք խոսում ենք 43-րդ կետի պահանջների մասին։ Այն ակնկալում է մինչև 0.000 միլիմետր ճշտություն։ Դե դա արդեն մաթեմատիկական ճշգրտություն է։ Այո, բայց թույլ տվեք մի օրինակ բերել։ Պատկերացրեք, դուք ճամպրուկ եք հավաքում մեկ շաբաթյա ուղևորության համար։ Եթե ես ձեզ պարտադրեմ մի խիստ ալգորիթմական կանոն, ըստ որի ձեր հագուստի ոչ մի կտոր, ոչ մի վերնաշապիկ չպետք է անգամ 1 միլիմետրով հպվի մյուսին, ինչ կստացվի։ Դե հավանաբար մեկի փոխարեն 3 ճամպրուկ վերցնելու կարիք կլինի։ Ճիշտ է, քանի որ դուք արհեստականորեն հսկայական դատարկ տարածություններ եք թողնում իրերի միջև, պարզապես վախենալով խախտել կանոնը։ Նույնը կատարվում է ինժեներական ցանցերում։ Երբ մենք արգելում ենք անգամ միլիմետրային հպումները նախագծման վաղ փուլերում, մենք ստանում ենք անտրամաբանորեն ուռճացված համակարգեր։ Բայց սպասեք, ես մի փոքր չեմ հասկանում այդ մտահոգությունը։ Ի վերջո, 1 միլիմետր հեռավորություն պահելը կամ այդ հպումներից խուսափելը ընդհանրապես թվային հիգիենա է։ Ծրագրում խողովակը մի փոքր աջ կամ ձախ տեղաշարժելը ինչ մեծ խնդիր է ստեղծում ինժեների համար։ Խնդիրն այն է, որ դա պարզապես գրաֆիկա չէ, դա ֆիզիկա է։ Ահա թե որտեղ է թաքնված ամենամեծ վտանգը։ Եկեք վերցնենք կոյուղու կամ ջրահեռացման համակարգը։ Ի տարբերություն ճնշումային խողովակների, ջրահեռացումը աշխատում է գրավիտացիայի, այսինքն երկրի ձգողականության հաշվին։ Անշուշտ։ Նույն նորմերը խստորեն պահանջում են, որ կոյուղու խողովակները ունենան կոնկրետ տոկոսային թեքություն, ասենք 1 կամ 2%։
Եթե մենք ունենք 50 մետր երկարությամբ ջրահեռացման մայրուղի, դրա թեկությունը կենսականորեն կարևոր է։ Համաձայն եմ։ Հիմա պատկերացրեք, որ ինժեները վիրտուալ մոդելում տեսնում է, որ իր հիդրավլիկորեն իդեալական հաշվարկված գոյողու խողովակը 1 մմ-ով հատվում է հսկայական օդատարի հետ։ Քանի որ ծրագիրը ահազանգում է եւ թույլ չի տալիս առաջ տանել մինչեւ զրոյական բախումներ ապահովելը, ինժեները ստիպված խողովակը ծռում է։ Մի փոքր իջեցնում է, որպեսի շրջանցի օդատարը։ Գիտեք, թե ինչ է տեղի ունենում այդ պահին։ Ենթադրում եմ, որ երկրաչափական խնդիրը լուծվում է եւ ծրագիրը ել չի բողոքում։ Երկրաչափականը այո, բայց ֆիզիկականը ոչ։ Նա հենց նոր ստեղծեց միկրոսկոպիկ արհեստական թակարդ համակարգի մեջ։ Այդ փոքրիկ ծերվածքի պատճառով հոսքի արագությունը կնվազի։ Տինը եւ կեղտը կսկսեն կուտակվել այդ հատվածում եւ գիտեք, 1 տարի անց ամբողջ համակարգը պարզապես խցանվի։ Մենք լուծեցինք թվային խնդիր, բայց փաստացի ավերեցինք խողովակի աերոդինամիկ եւ հիդրամիկ արդյունավետությունը։ Դա իսկապես ուժեղ արգումենտ է գրավիտացիոն համակարգերի վերաբերյալ, բայց թույլ տվեք ձեզ հակադարձել հենց ձեր բերած ֆիզիկայի տեսանկյունից։ Խնդրեմ։ Եթե մենք անտեսենք այդ երկրաչափական հպումները վաղ փուլում, արդարանալով հիդրավլիկայով, արդյունքը լինելու է այն, որ շինարարը ուղղակի կկտրի այդ օդատարի մի մասը, կամ կդեֆորմացնի խողովակը իրական կյանքում տեղում հարցը արագ լուծելու համար, եւ դա նույնքան վատ է ֆիզիկայի համար։ Հա, դա էլ միշտ վտանգ է։ Իրականում տարածության այս խիստ վերահսկողությունը մեզ բերում է նորմատիվային փաստաթղթի մեկ այլ շատ ավելի կարևոր փաղանջի։ Ես ուզում եմ խոսել սպասարկման գոտիների մոդելավորման մասին, որն ամրագրված է 54-րդ կետով։ Քանի անգամ եք դուք մտել որևէ առևտրի կենտրոնի տեխնիկական սենյակ եւ տեսել մի իրավիճակ, որտեղ հսկայական օդափողության ֆիլտրը մաքրելու համար սպասարկող անձնակազմը ստիպված է քանդել ամբողջ կեղծ առաստաղը։ Կամ կտրել կողքով անցնող հրդեհաշիջման խողովակը։ Այո, դա դասական խնդիր է, անընդհատ ենք հանդիպում։ Եվ ինչու է դա տեղի ունենում, որովհետև ավանդական գծագրերում մենք գծում ենք միայն բուն սարքավորումը, դրա մետաղական իրանը, իսկ նորմերի 54-րդ կետը պարտադրում է մեզ վիրտուալ մոդելում ստեղծել հատուկ անտեսանելի երկրաչափական բլոկներ, սպասարկման գոտիներ։ Այսինքն աշխատանքային տարածքը։ Ճիշտ է, դրանք ցույց են տալիս այն տարածքը, որն անհրաժեշտ է մարդուն դռնակը բացելու, ֆիլտրը դուրս քաշելու կամ շարժիչը փոխելու համար, եւ այս անտեսանելի բլոկները նույնպես մասնակցում են բախումների ստուգմանը, սա պարզապես իդեալական մեխանիզմ է, որպեսզի վաղը մենք խնդիրներ չունենանք տասնյակների կյանքի ցիկլում։ Ես միանգամայն կիսում եմ ձեր ոգևորությունը սպասարկման գոտիների տրամաբանության հարցում։ Տեսականորեն դա հնչում է որպես երազանքի իրականացում շահագործողների համար, բայց դե եկեք վերադառնանք իրականություն եւ դիտարկենք, թե ինչ է տեղի ունենում իրական շինարարության մատակարարման եւ գնումների փուլում։ Լավ, լսում եմ։ Պատկերացրեք, մենք ունենք մանրամասն մշակված կոորդինացված մոդել։ Ինժեները դրել է կոնկրետ A ապրանքանիշի ջեռուցման կաթսա, նա մոդելավորել է դրա սպասարկման գոտին, դրան միացրել է ջրի խողովակները 53-րդ կետով պահանջվող ճշգրիտ ֆիքսված կետերով։ Ամեն ինչ նորմերի համաձայն է։ Հենց այդպես նախագիծը ընոն շինարարության։ Հանկարծ պարզվում է, որ A ապրանքանիշի կաթսան այլևս չի արտադրվում, կամ մատակարարը առաջարկում է B ապրանքանիշը, որն ունի նույն հզորությունը, նույնիսկ նույն գոց սերտիֆիկատը, բայց այն ընդամենը 5 սանտիմետրով ավելի լայն է, իսկ սպասարկման դռնակը բացվում է դեպի վեր, ոչ թե քողք։ Ինչ է տեղի ունենում մոդելի հետ այդ պահին։ Դե շատ պարզ է, քանի որ մոդելը թվային է, ինժեները պարզապես փոխանինում է սարքավորումը նորով, նախքան տեղադրում է ինչ խնդիր կա որ։ Եթե ամեն ինչ այդքան պարզ լիներ, բայց չէ որ BIM ծրագրերը հիմնված են պարամետրական կապերի վրա։ Սա նշանակում է, որ տարրերը խելացիորեն կապված են իրար։ Երբ դուք փոխում եք կաթսան եւ դրա չափերը 5 սանտիմետրով տեղաշարժվում են, ծրագիրը ավտոմատ կերպով հասկանում է, որ նախկինում միացված գազի խողովակը այլևս չի հասնում ճիշտ կետին։ Խողովակների երկարությունն էլ է փոխվում։ Այո, էլեկտրական մալուխների երկարությունը սխալ է դառնում։ Նոր սպասարկման դռնակի բացման շարավիղը հանկարծակի հատվում է հարևանությամբ անցնող հրդեհային ջրատարի հետ։ Մեկ սարքավորման փոփոխությունը ի հայտ է բերում 500 նոր բախումների ահազանգ ողջ խնամքով կառուցված կոորդինացված մոդելը գիտեք փլուզվում է դոմինոյի էֆեկտով, եւ ինժեները ստիպված է օրեր ծախսել ուղակի վերակառուցելու արդեն իսկ հաստատված ցանցերը։ Ես տեսնում եմ, թե ինչու է դա կարող հիասթափեցնող թվալ, բայց դուք մեղադրում եք նախագծման համակարգին մատակարարման գործընթացի քաոսի համար։ Դուք նկարագրեցիք, թե ինչպես է մոդելը արձագանքում սարքավորման փոփոխությանը,
Եվ ես դա համարում եմ ոչ թե թերություն, այլ հենց մոդելի ամենամեծ առավելությունը։ Ինչպես կարող է այդքան լրացուցիչ աշխատանք առավելություն լինել։ Մտածեք դրա մասին։ Եթե մենք չունենայինք այդ պարամետրական կապերը եւ մատակարարը բերեր այն 5 սանտիմետրով լայն կաթսան, դա կպարզվեր միայն այն ժամանակ, երբ բանվորները փորձեին այն խցկել նեղ սենյակում եւ կհասկանային, որ դռնակը չի բացվում հրդեհային խողովակի պատճառով։ Դե այո, շինհրապարակում դա լուրջ կանգառ կլիներ։ Հենց դա եմ ասում։ Ծրագրի կարմիր ահազանգերը ցույց են տալիս հենց այն աղետը, որը կանխվել է իրական կյանքում։ ՀՇՆ 7002-2025-ի բուն փիլիսոփայությունն այն է, որ շինարարությունն ու մատակարարումը պետք է հարգեն եւ հարմարվեն ինժեներական նախագծին, ոչ թե նախագիծը անընդհատ խեղաթյուրվի հարմարվելով տեղական շուկայի քմահաճույքներին։ Լավ, եթե մենք խոսում ենք նախագծին հարմարվելու մասին, եկեք խոսենք այն գնի մասին, որը ինժեները վճարում է այդ նախագծը ստեղծելու համար։ Ես ուզում եմ անդրադառնալ այն կետին, որը ամենաշատն է անհանգստացնում նախագծողներին։ Դա տվյալների մուտքագրման ահռելի ծավալն է։ Նկատի ունեք դետալիզացիան։ Այո, եթե մենք նայենք նորմերի հավելվածի 3-րդ եւ 4-րդ աղյուսակներին, որտեղ խոսվում է ԴՄՄ-ի դետալիզացիայի մշակման մակարդակների մասին, պատկերը շատ ծանրաբեռնված է։ Երբ մենք հասնում ենք ԴՄՄ 300 կամ 400 մակարդակներին, նորմերը պահանջում են ոչ միայն երկրաչափական ճշգրտություն, այլև հսկայական քանակությամբ հատկանիշային տվյալներ։ Խոսքը ինֆորմացիոն պարամետրերի մասին է։ Ճիշտ այդպես, եթե ինժեները նախագծում է ջեռուցման կամ օդափոխության համակարգ, նա պետք է ոչ միայն ճիշտ տեղադրի խողովակը, այլև յուրաքանչյուր փականի, վենտիլի կամ օդի բախշիչի համար ձեռքով մուտքագրի արտադրողի անվանումը, նյութի տեսակը, շփման գործակիցը, նույնիսկ քաշը։ Խնդիրը այն է, որ սա ինժեներին վերածում է հասարակ տվյալների մուտքագրողի։ Բայց ինժեները պետք է իմանա իր նախագծածի պարամետրերը։ Այո, բայց նրա գլխավոր խնդիրը համակարգի ջերմադինամիկ հավասարակշռությունը կամ հիդրավլիկ ռեժիմը հաշվարկելն է։ Երբ դու քո աշխատանքային ժամանակի 60%-ը ծախսում ես աղյուսակներ լրացնելու վրա, դու կորցնում ես ինժեներական մտքի թռիչքը։ Ես հասկանում եմ, որ դա կարող է հոգնեցուցիչ թվալ, բայց եկեք վերադառնանք այն հարցին, թե ինչպես է իրականում աշխատում տեղեկատվական մոդելը։ Դուք ասում եք, ինժեները պետք է զբաղվի հաշվարկներով, ոչ թե տվյալներ լրացնելով, բայց ես պնդում եմ, որ առանց այդ տվյալների անհնար է անել ճշգրիտ հաշվարկներ նոր սերնդի ծրագրերում։ Ինչպես թե անհնար է։ Թույլ տվեք բացատրել դրա մեխանիզմը։ Վերցնենք հրդեհային անվտանգության ցանցը, օրինակ սպրինկլերային հրդեհաշիչման համակարգը։ Ինժեների ամենակարևոր խնդիրն է հաշվարկել, թե արդյոք պոմպը բավարար ճնշում կապահովի ամենավերջին ամենահեռու գտնվող սպրինկլերի վրա հրդեհի ժամանակ։ Միանշանակ դա կրիտիկական հաշվարկ է ամեն շենքի համար։ Եվ ինչպես է ծրագիրը դա հաշվում։ Այն չի կարող պարզապես նայել գծրագրված 3D գլանին եւ ասել ճնշման անկումը։ Ծրագրին պետք են հենց այն տվյալները, որոնցից դուք բողոքում եք։ Նրան պետք է իմանալ կոնկրետ այդ պողպատե խողովակի ներքին մակերեսի խորդուբորդության աստիճանը, յուրաքանչյուր արմունկի եւ փականի ստեղծած դիմադրության գործակիցը։ Հասկանում եմ, որպեսզի ալգորիթմը ճիշտ աշխատի։ Այո։ Երբ ինժեները մուտքագրում է այդ պարամետրերը, մոդելը դադարում է լինել պարզապես գեղեցիկ 3D նկար։ Այն դառնում է կենդանի մաթեմատիկական օրգանիզմ։ Եթե դուք որոշեք փոխել խողովակի տրամագիծը, ծրագիրը ավտոմատ վայրկյանների ընթացքում կվերահաշվարկի ամբողջ ցանցի ճնշումը։ Այն մուտքագրողի աշխատանքը, որը դուք նշում եք, իրականում արհեստական բանականությանը եւ ծրագրային ալգորիթմներին տվյալներով կերակրելն է, որպեսզի նրանք կատարեն գերճշգրիտ հաշվարկներ մեզ համար։ Ես երբեք չեմ ջղթի ճշգրիտ հաշվարկների անհրաժեշտությունը, հատկապես հրդեհային անվտանգության դեպքում, բայց իմ փաստարկը, գիտեք, վերաբերում է հենց այդ գործընթացի ժամանակագրությանը։ Ինժեներական նախագծումը ստեղծագործական եւ փնտրտուքների գործընթաց է։ Սկզբում դու պարզապես ուզում ես հասկանալ օդի կամ ջրի մոտավոր ծավալները, փորձարկել տարբեր ուղեգծեր շենքի միջանցքներով։ Հա, էսկիզային փուլում։ Այո, եւ եթե այդ որոնումների փուլում ծրագիրը քեզնիկ անընդհատ պահանջում է նշել կոնկրետ արտադրողի անվանում եւ շփման գործակից, դու կորցնում ես արագությունը։ Մենք կաշկանդում ենք ինժեներին վաղ փուլում, երբ համակարգի կոնֆիգուրացիան կարող է օրական 3 անգամ փոխվել ճարտարապետի պահանջով։ Ահա թե ինչու եմ ես ասում, որ նորմերի այս խիստ դետալիզացիան առաջին իսկ օրվանից կիրառելը խնդրահարույց է։ Կարծում եմ մենք այստեղ հասնում ենք մեր քննարկման շատ հետաքրքիր հանգրվանին, որտեղ վերացական փիլիսոփայությունը բախվում է պրակտիկ իրականությանը։ Եկեք ամփոփենք մեր դիրքորոշումները այս մասնագիտական վերլուծության լույսի ներքո։ Իմ տեսանկյունից ՀՀՇՊ 7003-2025 փաստաթղթի ներդրումը մեկընդմիշտ վերանայում է HVAC, ջրամատակարարման եւ հրդեհաշիչման համակարգերի նախագծման մշակույթը Հայաստանում։ Դարձնելով այն ավելի խիստ։
Այո, այն անցյալում է թողնում գծագրական մոտավորությունները, շին հրապարակային գուշակությունները եւ ողջ շինարարական գործընթացը դարձնում է առավելագույնս կանխատեսելի եւ ինժեներորեն ճշգրիտ։ Իսկ ես կամփոփեմ այսպես, թեև այս նորմատիվային փաստաթղթի գլոբալ նպատակը ստեղծել կատարյալ եւ անվտանգ շենքեր, լիովին ողջունելի է, մենք պետք է շատ զգույշ լինենք այս հզոր գործիքակազմի կիրառման մեթոդաբանության հարցում։ Ճկունության առումով, հա։ Այո, վառ թուլներում պահանջների չափազանց կոշտ լինելը զրոյական հանդուրժողականությունը երկրաչափական շեղումների նկատմամբ եւ տվյալների գերբեռնվածությունը կարող են լինել խնդրահարույց։ Ճկունության արհեստական սպանումը կարող է խեղդել նախագծողին եւ ավելի շատ ժամանակ ու նյարդեր խլել, քան խնայել։ Բայց չնայած մեր այս սկզբունքային տարաձայնություններին, կոշտության եւ ճկունության միջև, կարծում եմ կա մի գլոբալ կետ, որտեղ մենք լիովին մերձենում ենք։ Մենք երկուսս էլ կարող ենք վստահորեն փաստել, որ Հայաստանի շինարարական նորմերում նման համապարփակ մոտեցման ամրագրումը բացառիկ դրական երևույթ է։ Անկասկած, Ավանդական սնիպների եւ գոստերի պահանջների ինտեգրումը մեկ ընդհանուր վիրտուալ տվյալների փոխանակման միջավայրում իսկապես հսկայական քայլ է առաջ մեր երկրի ինժեներական մտքի համար։ միանշանակ համաձայն եմ։ Անցումը դեպի միասնական տվյալների միջավայր եւ թվային կառավարում գործնականում մեզ հավասարեցնում է միջազգային առաջատար ստանդարտներին։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է հրդեհային կամ էներգետիկ անվտանգությանը, որտեղ մարդկային գործոնով պայմանավորված ամենափոքր սխալը կարող է ճակատագրական լինել, բարձր մակարդակի թվային մոդելավորումը պարզապես այլընտրանք չունի։ Լիովին ճշգրիտ է, եւ պետք է նշենք, որ այս նորմատիվային փաստաթղթում դեռ շատ խորքային մասնագիտական շերտեր, ալգորիթմներ եւ կառավարման նրբություններ կան, որոնք մենք այսօր չհասցրինք քննարկել։ Բայց դրանք հաստատապես արժե ուսումնասիրել լրացուցիչ յուրաքանչյուր նախագծողի եւ կառուցապատողի կողմից։ Այո, սա պարզապես ուղեցույց չէ, սա նոր աշխատանքային փիլիսոփայություն է, որը դեռ պետք է յուրացնել եւ հարմարեցնել մեր իրականությանը։ Դե ինչ, մեր ավանդույթի համաձայն մենք այսօր չենք հայտարարում հաղթող տեսակետ, քանի որ ճշմարտությունը գտնվում է տարբերվող մոտեցումների կառուցողական բախման արդյունքում։ Բայց մենք լսարանին թողնում ենք մի բաց փիլիսոփայական հարց մտորելու համար։ Վերադառնալով սկզբում նշված բժշկական անալոգիային, այսօր մենք ստացել ենք մեր շենքի կատարյալ եռաչափ ախտորոշիչ պատկերը։ Առանց որևէ պղտորության։ Ճիշտ է, բայց գլխավոր հարցը մնում է. ժամանակակից նորարարական ինժեներիայում ի վերջո թվային մոդելն է ծառայում նախագծողին, հանդիսանալով գործիք ավելի անվտանգ համակարգեր ստեղծելու համար, թե նախագծողն է ստիպված ծառայել թվային մոդելին, զոհաբերելով իր ժամանակն ու ճկունությունը, պարզապես ծրագրի խիստ ալգորիթմական կանոններն ու պահանջները բավարարելու համար։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք այս քննարկման ընթացքում։